փնտրում էինք մանդարինը, բարձի տակ թաքնված նվերը, հագուստի գրպանում ծնողներս ամեն ինչ անում էին տոնը հետաքրքիր դարձնելու համար, բայց երևի թե ամենաշատը հիշում եմ ու տպավորված եմ, երբ մանկապարտեզում կուլոկներն էինք ստանում, մի քանի մանդարինով, պոպոկով, պնդուկով ու ինչքան շատ էինք ուրախանում։ Քանի որ մենք 90-ականների կադրեր ենք, այսպես ասած։ Այդ կարմիր ձմեռ պապիները շոկոլադով, որ շատ լավն են ու շատ սպասված են։ Պատրաստում է տարբեր նվերներ, սահնակն է իր սարքում, ինձ թվում է դա շատ երկար գործը, մինչև մի տարի կտևի։ Թաքուն գալիս է, դրան հետևը թողում է նվերները ու արագ գնում է։ Ինչ-որ մեկը դուռը թակեց երեկոյան, ես բացեցի մարդ չկար, բայց ստացա հրացան։ Փոքր ժամանակ վախեցել եմ ձմեռ պապիկից, երբ որ 12-ին դուռը զանգում էին, պետք է գնայինք, բացեինք նվերները վերցնեինք, ամեն տարի էլ ես չեմ բացել։ Գիտեմ, որ հաստատ երևի եկել է տոնածառը դրված է, իր նվերը դրել է, որ գալիս ենք տուն, արդեն տեսնում ենք, որ ձմեռ պապիկը տոնածառի տակ դրած է լինում նվերները, տենց մեր համար դա մի ուրիշ կարգի ուրախություն էր։ Հիշում եմ, որ իմ տանեցիներ նվերն առել էին ու ես այդ խորամանկի պես գտել էի, բացել էի ու խաղացել էի, հետո հետ էի դրել, որ իրանք նորից հետ տան։ Ամենահետաքրքիր նվերը երևի երկրից դուրս գնալը տոմսերն էին, որ ստացա։ Կարծում եմ ամենահետաքրքիր նվերը նա է, որ միշտ մնում էին հիշողության մեջ, օրինակ գիրք կամ փոքրիկ անակնկալ, հատկապես ձեռքով պատրաստված ինչ-որ յուրահատուկ բան, որ ամենակարևորը սիրով եւ անկեղծ ցանկություններով է պատրաստվում։ Լավագույն նվերը, որ ստացել եմ կամ ես եմ նվիրել, միշտ լավագույն հիշողություններն են։ Դրանից լավ նվերներ չեն կարողանում իրար փոխանցել։ Թերևս ամանորի ամենակարևոր խորհուրդը, կարևոր գործառույթը նաև այդ նվերի սպասումն է։ Սպասումը հենց այդ լավագույն նվերն է։ Դες արել եմ մի նվեր, որի համար ես հիմա հանգիստ թղթով մուտք եմ գործում նոր 2026 թվական։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Շնորհավոր ամանոր։